Ընտրությունների արդյունքները ձեր սպասելիքները արդարացրեցին։ Ոչ այդքան։ Ընտրությունների քո կարծիքով։ Իսով չէ։ Իսով չէ։ Այո։ Չէ։ Թե ոչ նորմալ էր։ Ընտանուր այս օրինակ գովեմ էլի նորմալ է, ընտրությունները նորմալ անցավ։ Արդարացրեցին։ Ճիշտի անցան, իրա ցավը տանին, հերապես վարչապետ մենք չենք ունեցել, չենք էլ ունենա, եղավ, ասեմ, որ բոլորը արտարությամբ եղավ, ամեն ինչը տեղին, ես էլ ընտրեցին նաև իմ բոլոր կողմնակիցները, իմ լավ ընկերները, իմ լավ բարեկամները, հարգելով իրեն, իր այդ քրդանաջան աշխատանքը ու շարունակությունը էլի պես լավ տեղի կունենա, իշխոր սկսել է, էլի կվերջացնե, որ մարդիկ հիանում են, էլի, եղավ։ Կարելի ասել այո, արդարացրին։ Ես ոչ թե գուշակում էի, այլ կանխատեսում էի, որ սենց է լինելու։ Իսկ հետագա ընթացքը ինչ է կարծում, ինչ է։ Կա որ լավ լինի, հավատանք որ լավ կլինի։ Չգիտեմ ինչ ասեմ, եղել վերջացել է, իմաստ չունի խոսալը, կներեք։ Ճիշտն ասած ես չեմ ընտրել, չգիտեմ, չեմ մասնակցել ընտրություններին։ Իսկ պատճառը ո՞րն է որ չեմ։ Պատճառը անկեղծ ասած երեխաները։ Ունեմ բազմազավակ մայրիկ եմ, երեխաների մոտ այդ պահին մարդ չկար, զուտ դրա համար։ Թե չէ այլ պատճառ չկա։ Հա, նորմալ էր, նորմալ։ Բավականության մեջ չկա։ Բայց ընտրության մասնակցել եք, չէ՞։ Մասնակցել։ Նկատի ունեմ ձեր սպասելիքները արդարացան։ Այո։ Չէ, չարդարացրեցին։ Համենայնդեպ ես իմանում եմ, որ նույն պիտի Փաշինյանը անցնի, ուրիշ տարբերակ չկար։ Ինչ ասեմ էլ։ Չէ, ձեր կարծիքն է։ Ես գիտեի, որ տենց է լինելու, Փաշինյանը պիտի անցնի։ Չնայած մի ձեզ համար լավ էր, որ Փաշինյանը անցել է, թե Այն մարդը, որ ժողովրդի մասին կմտածի, ժողովրդի վիճակը կբարելավեն, էլ թող նստեն, էլ թող ղեկավար լինի։ Հիմա որը ասեմ, որը թողեմ, որը ասեմ այս 24-7 տանջանքի մեջ։ Մի հատ բան, որովհետև այս ամբողջը պատմելը անհնարին է։ Շատ վատ է։ Եվ եթե հիմա ընդդիմությունը չուտի այդ մանդատները, իմ կարծիքով, ուղղակի վերցնի ու գնա ու բոքսի տանձիկ աշխատի կառավարությունում, վերջացանք, արդեն վերջացել ենք։ Այսինքն ընտրությունների արդյունքները շատ ինչ է կարծում, այն տեսակետները, որ կեղծված են։ Նայեք, թող կեղծեին ենթադրենք 10% դիցուկ, թող կեղծեին 20% դիցուկ, բայց ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ունենար 10 ձայն իր ընտանիքի անդամներից եւ իր խմբակից ու այդքանը պետք է լիներ իմ ենթադրությունը։ Իմ պատկերացումը, որ կարայի մտածեի այս ամենից հետո այսքան ձայն, ուրեմն ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, իսկապես կատարել է, ու իսկապես արդարացի պետք է ընդունել, որ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, որը սարսափելի է իմ համար կոնկրետ։ Հիմա հաջորդ հարցը ես դրսում եմ ապրում, դժբախտաբար պատահաբար մի քանի տարի եւ ամեն վարքյան պատրաստ եմ հետ գալ, որովհետեւ հանգամանքների բերումով, բայց այս հայրենիքը իմն էլ է եւ ինձ գնդակի նման նետում են, որ դու ինչ իրավունք ունես դրսում ապրելով ընտրություն կատարել, ինչու չունեմ այդ իրավունքը։ Եթե երեխան ծնողի հետ չի ապրում եւ ծնողը հիվանդ է եւ արդյոք ինքը իրավունք չունի գա ու բուժի ծնողին, իրավունք չունի, այլևս ոչ մի իրավունք չունի, շատ վիրավորական է, շատ տխուր է, շատ ընկճվելու աստիճանի, երբ որ ասում են դու ինչ գործ ունես, որ որոշես Հայաստանում ապրողների ճակատագիրը, ունեմ այդ գործ, այս Հայաստանը իմն էլ է, իմն է։